Ինչ բեկում տեղի ունեցավ, որ պետությունը որոշեց միջամտել եկեղեցու գործերին։ Պատկերացրեք բամբասանքների մակարդակի քրեական գործեր են քննվում։ Վեհափառի եւ որոշ եկեղեցականների նկատմամբ հետապնդումները մենք կարող է այդքան էլ եկեղեցու դեմ չեն, այլ կոնկրետ անձերի դեմ են։ Ուրեմն պատկերացրեք բոլոր Արագածուտի մարզի բոլոր քահանաներին կանչել են Կիրակի օրը ժամը 9-ին հարցաքննության, որպեսզի Սուրբ եւ Անմա պատարագներ չանցկացնեն, որպեսզի Հովանավանքում Նիկոլ Փաշինյանը գնա այդ պատարագին մասնակցի։ Այ որտեղ է այդ սահմանագիծը, երբ մենք կարող ենք ասել, որ եկեղեցին միջամտում է քաղաքականությանը։ Վեհափառ հայրապետը վարչապետի թեկնածության վերաբերյալ իր օրհնությունը չի տվել։ Կստացվի իշխանության մոտ կոտրել եկեղեցուն։ Թողել են նաեւ ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ։ Հնարավոր է, որ նույն իշխանավորներին վեհափառ հայրապետը կարողանա ներել։ Եթե հասարակությունը բավարար չափով պաշտպաներ իր եկեղեցուն, այսօր իշխանությունը այս մակարդակի լկտիություն չէր ցուցաբերի։ Եկեղեցին դարեր շարունակ համարվել է Հայաստանի պետականության հիմնասյուներից, պահպանողներից մեկը։ Ինչ տեղի ունեցավ, որ 2026 թվականին, ավելի շուտ դեռևս դրանից մի քանի տարի առաջվանից, պետությունը սկսեց հետապնդումների ենթարկել, հալածել եկեղեցականներին։ Ողջույն, այսօր իմ հյուրն է փաստաբան Արա Զորաբյանը։ Ողջույն, պարոն Զորաբյան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու եւ հյուր գալու համար։ Սկսենք ամենասկզբից։ Ինչ բեկում տեղի ունեցավ, որ պետությունը որոշեց միջամտել եկեղեցու գործերին, նախ սկսենք այդ կետից եւ հետո անդրադառնանք նաեւ այն քրեական վարույթներին, որոնք այսօր կան եկեղեցականների նկատմամբ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ եւ առաջ ուզում եմ ձեր հարցին պատասխանել փոքրիկ պատմական անդրադարձով, թե երբ սկսվեցին այս գործընթացները։ Այս գործընթացները սկսվեցին 2018 թվականից։ Եթե հիշում եք, նոր հայրապետ շարժումը մեկնարկեց իշխանափոխությունից անմիջապես հետո երբ որ արդեն ժողովրդական անհամաձայնություն եղավ այդ շարժման նկատմամբ, այդ շարժումը մարեց։ Բայց ակնհայտ է, որ այդ շարժումն էլ հովանավորվում էր իշխանության կողմից, քանի որ մի խումբ անձին գնացել էին, մտել էին դիվանատուն եւ դուրս չէին գալիս։ Այնինչ հանգիստ ոստիկանությունը կարող էր շատ կարճ ժամանակում նրանց դուրս վտարել այդ տարածքից։ Եվ զուգահեռ այդ ընթացքում մենք տեսանք նաեւ այնպիսի իրավիճակներ, երբ օրինակ հայ եկեղեցու պատմությունը դուրս մղվեց կրթական ծրագրից։ Մենք տեսանք իրավիճակներ, երբ օրինակ տարաբնույթ հարցերով եկեղեցու իրավունքները ոտնահարվում էին։ Թեկուզև տեսեք նաև իբրև հարկային արտոնությունների կիրառման դաշտում եկեղեցու համար խնդիրներ էին ստեղծում։ Իհարկե շատ բաներ կա, որ հանրությունը չգիտի, որովհետև եկեղեցի ներքին խնդիրների հետ էր կապված լինում, բայց իշխանության հետ գնաց հարաբերությունների վատ տարածում։ Նույնիսկ ստեղծվեց իշխանության հետ, պետության եւ եկեղեցու միջև ստեղծվեց հանձնախումբ։ Եվ այդ հանձնախումբը պետք է տարբեր ոլորտների հետ կապված այդ հարցերով համագործակցել, լուծումներ գտնել, այսինքն կարծես թե կառուցողական մի հարթակ էր դա, բայց դա էլ ձախողվեց, ես ինքս այդ հանձնախմբի մեջ եմ եղել եկեղեցու կողմից։ Մի քանի հանդիպումներից հետո հասկացանք, որ պետական մարմնի խնդիրը ավելի շատ վերահսկողություն ունենալն է եկեղեցու նկատմամբ։ Այսինքն ինչ պահանջներ ուներ պետությունը, այսպես ձևակերպենք եկեղեցուց, որ անհնար էր համաձայնության գալ։ Տեսեք, եթե հիմա հետին ամսաթվով այսպես ընդունված խոսքի համաձայն դիտարկենք, հա, ինչու է պետությունը, իշխանությունը, այսպես կոչենք, ինչու է իշխանությունը փորձում ներխուժել եկեղեցու ինքնակառավարման համակարգ եւ ինչու է ուզում եկեղեցուն դարձնել վերահսկելի։ Հիմա եթե այդ ամեն ինչը փորձենք դիտարկել մի քիչ ավելի հեռվից, ուղղակի կողքից դիտելով այս ամեն ինչին, մենք հասկանում ենք, որ սա ուղիղ կապ ուներ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, մասնավորապես թուրք-ադրբեջանական այս սիրախաղի հետ։ Տեսեք, Թուրքիան եւ Ադրբեջանը մի բան են հասկանում, որ Հայաստանի սփյուռքը ամուր է եկեղեցու շնորհիվ։
Սփյուռքը միմյանց կապում է եւ տեղում ավելի կենտրոնացված է դարձնում եկեղեցին։ Եկեղեցին այդ առումով շատ մեծ ցանց ունի։ Ընդ որում այլ երկրներում որտեղ կա եկեղեցի, այդ եկեղեցու շուրջ հավաքված հայ համայնքը շատ հզոր է։ Եվ կարողանում է ոչ միայն իր սեփական կենցաղային խնդիրները լուծել, այլ նաև կարողանում է ազգային որոշակի հարցեր բարձրացնել եւ որոշակի նաև հայկական լոբինգ առաջ տանել։ Իսկ բնականաբար դա ամբողջությամբ հակադրվում է թուրքական այդ ծավալապաշտական քաղաքականությանը եւ իրենց համար հարցերի հարցնել դա հայոց ցեղասպանությանը ժխտելն է։ Իսկ բնական է, որ հայ առաքելական սուրբ եկեղեցին այդ հարցի, այսինքն ցեղասպանության ճանաչման պահանջատիրության շահառուներից մեկն է եւ այդ հարցը առաջ տանողներից մեկն է։ Հիմա եթե այս տեսակետից դիտարկում ենք, ստացվում է, որ եկեղեցին խանգարում է հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ձախողելուն, ուղղակի խանգարում է։ Հայոց եկեղեցին խանգարում է, որպիսի մեծ ջրբաժան առաջանա Հայաստանում ապրող հայերի եւ Սփյուռքի հայերի միջեւ։ Հիմա Թուրքիան եւ Ադրբեջանը հասկանում են, որ ինչքան էլ մեզ ճնշում են եւ մենք ճնշված ենք լինում ինչ-որ ժամանակ, ապա ինչ-որ ժամանակ անցնելուց հետո էլ հայոց ոգին միավորվում է, հզորանում է եւ հայը կրկին փորձում է իր իրավունքներին տեր կանգնել։ Այսինքն այդ ցանցը նպաստում է, այն ցանցը միջազգային, որը որ ունի փաստացի միայն եկեղեցին հայերի շրջանակում, նպաստում է այդ միավորմանը եւ նորից մեր վերակենդանացման, այսպես կարող ենք ձևակերպել։ Մեր ինքնության միջուկը դա եկեղեցին է եւ հիմա թուրք-ադրբեջանական այդ ուժերի կողմից պարզ է, որ պահանջ է դրվում, որ թույլատրեք եկեղեցին, որովհետեւ տեսեք, իրենք ինչ են մտածում։ Եթե նույնիսկ այսօրվա իշխանությունը թուրքամետ է, հա պայմանական այդպես կոչենք, ապա ինչ որ ժամանակ հետո միևնույն է եկեղեցին կարողանալու է հայ զավակների միջև սերմանել հայրենասիրությունը, սերմանել արժանապատվության զգացումը եւ ինչ որ ժամանակ հետո հայ ազգելի կարող է տեր կանգնել իր իրավունքներին։ Իսկ սա բնականաբար Թուրքիայի համար շատ ցավալի մի մոտեցում է։ Ընդ որում մենք եկեք չմոռանանք 1915 թվականի ցեղասպանությունը ենթարկվելուց հետո 3 տարի հետո մենք պետականություն ունեցանք։ Այսինքն այդ առումով մեր ազգը ինքնակազմակերպվելու նման մի բան ունի, ունակություն ունի։ Եվ այստեղ շատ մեծ է եկեղեցու դերը, որովհետև երբ որ մենք այս փաստերը տեղադրում ենք կողք կողքի, հասկանում ենք, որ պատահական որևէ բան չի լինում։ Լավ, պատահական է արդյոք, որ եկեղեցուն դուրս են մղում բանակից։ Եկեղեցուն դուրս են մղում կրթական ծրագրերից։ Այսինքն սա պատահականություն չի։ Պարոն Զուրաբյան, տեսեք, մի փոքր նայենք այլ տեսանկյունից, այ իշխանության տեսանկյունից, իրենք ասում են, որ մի նույնականացրեք եկեղեցին եկեղեցականների հետ։ Մենք էլ ենք ուզում բարենորոգենք եկեղեցին եւ դրա համար մեզ խանգարում են այն եկեղեցականները, ովքեր արատավոր բարքեր են տարածում եկեղեցու շրջանակներում եւ դրանից դուրս։ Այ օրինակ նույն վեհափառի եւ որոշ եկեղեցականների նկատմամբ հետապնդումները մենք կարող է այդքան էլ եկեղեցու դեմ չեն, այլ կոնկրետ անձերի դեմ են։ Ինչպես պետք է մարդը հասկանա, որ կոնկրետ անձերի նկատմամբ հետապնդումները հենց եկեղեցու դեմ են։ Որտեւ շատ մարդիկ կան ասում են, որ օրինակ վեհափառը վատն է, հենց նա է թույլատրում եկեղեցին, հա, այս տեսակետին ինչ կպատասխանեք։ Իրականում շատ տեղին ու լավ հարց եք բարձրացնում, որովհետև դա նաև որևէ համակարգ քանդելու մեթոդ է։ Թիրախավորել կոնկրետ անձին։ Ասենք գտնել մի անձի, որոշակի թերություններ վերագրել այդ անձին եւ այդ անձին թիրախավորելով հիասթափություն առաջացնել, ինչը կտարածվի համակարգի վրա։ Տեսեք, եթե իշխանությունը ցանկանում է իրոք ունենալ ամուր եկեղեցի, եթե իրոք դա է նպատակը, մենք այդ հարցին այսպես հերվից էլի գանք, որպեսզի լավ պատկերացնենք, կարևոր է, չէ, ով է քո թերությունները ուզում շտկել։ Հիմա եթե Ալիևը օրինակ գա եւ մեզ խորհուրդներ տա բանակաշինությունից, ասի ձեր բանակը սխալ է կառուցել, ձեր բանակում կան թերություններ եւ ձեր բանակը թուլանում է դրանից եւ պետք է այս քայլեր անեք, որպեսզի ձեր բանակը ամրանա։ Մենք կհավատանք այդ բարեկամական հորդորներին կամ քննադատին։ Չէ, լինեն մարդիկ, ովքեր հավատան։ Այո, այսինքն տեսեք, այստեղ մի կարևոր հարց կա. ով է այդ հարցը բարձրացնողը։ Եվ մյուս հարցը,
Երբ եւ ինչու է այդ հարցը բարձրացվում։ Հիմա տեսեք, արդյոք հիմա մեր տարածաշրջանում տեղի ունեցող այս իրավիճակում, մեր երկրի այս վիճակն էլ հաշվի առնելով, արդյոք հիմա առաջնային հարց է եկեղեցաշինության հարցը։ Երբ որ ունենք անվտանգային խնդիր, երբ որ ունենք սոցիալական լուրջ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, երբ որ ունենք նույն բանակի ամրացման խնդիր։ Հիմա տեսեք, այս հարցերը, կարևոր կենսական հարցերը դուրս են մղվել, բերվել է եկեղեցաշինական հարցը եւ դարձվել է, ուրեմն, օրակարգի թիվ 1 հարցը, սա տեղի եւ ժամանակի առումով։ Հիմա ով է այդ հարցը բարձրացնում։ Նայեք, այդ հարցը բարձրացնում է Նիկոլ Փաշինյանը, ով առնվազն ինձ համար այդ բարեպաշտ քրիստոնյան չէ։ Ինչու բարեպաշտ քրիստոնյա չէ։ Որովհետեւ ընդհանրապես ասում են ծառը ճանաչում են պտուղից։ Ես ինչ էլ ասեք կարող եմ խոսել, բայց իմ իրական մասին կարող են խոսել իմ գործերը։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինքը նույնիսկ երբ ամուսնացել է, ոչ ամուսնացել է ՔԿ, այսինքն ժողովրդական լեզվով ասած ԶԱԳՍ-ի միջոցով, ոչ եկեղեցու միջոցով։ Ավելին, ըստ իր հայտարարության նա կնքվել է, մկրտվել է 2007 թվականին, այսինքն բավականին մեծ տարիքում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը չունի այդ բարեպաշտ քրիստոնյայի համբավը, առնվազն ինձ համար, եւ տեսանելի չի եղել երբեք, եւ հիմա Նիկոլ Փաշինյանը իբրև բարեպաշտ քրիստոնյա ներս է եկել եւ խոսում է քրիստոնեական արժեքների մասին։ Սա իր անձի, իր հետագծի մասին, բայց տեսեք մյուս վտանգավոր եւ իրեն, այսպես ասեմ, մերկացնող մյուս թեզը։ Ընդհանրապես իրական քրիստոնյան ինքը հասկանում է, որ պետք է եկեղեցու հայրերին մոտենա որդիական խոնարհությամբ։ Գիտեք ինչ, նույնիսկ եթե եկեղեցականը թերություններ ունի, իսկ չի կարող ընդհանրապես մարդկային միջավայրում թերություններ չլինեն։ Չի կարող։ Հենց Աստվածաշունչն էլ դրա մասն է։ Մարդը ամբողջությամբ թերություններից է կազմված։ Եվ մարդու կյանքը դեպի Աստված, ճանապարհը դեպի Աստված, դա հենց ընկնելու, վերկենալու այս ամբողջ գործընթացից է կազմված։ Եվ մա պատկերացեք, այս պայմաններում ինքը կոնկրետ թիրախավորում է եկեղեցականին, եկեղեցականը կարող է ունենալ թերություններ, բայց դրանից քո հավատքը չպետք է փոխվի։ Հիմա տեսեք ինքը ինչ անում, ինքը նախ որդիական խոնարհությամբ չի մոտենում եկեղեցականներին։ 1. Ինքը կաթողիկոսի նկատմամբ, ինչպես ասեմ, պատշաճ հարգանք չի ցուցաբերում, այսինքն արհամարական, վիրավորական, ծաղրական արտահայտություններ է կատարում։ Սա արդեն խոսում է, որ ինքը չի գործում Աստծո դաշտում, առնվազն այդպես կարող ենք ասել։ Քրիստոնեական բարքերի։ Այո, մյուսը, տեսեք, ինքը ստիպում է, որպեսզի խմբագրվի անմա եւ սուրբ պատարագի բովանդակությունը։ Ինքը ասում է պետք է վեհապար հայրապետի անունը չտակ։ Ընդ որում այն թեմերում, որտեղ նաև կան եկեղեցականներ եւ որոնք այս բանին չեն կիսում Նիկոլ Փաշինյանի այդ ճակերտների մեջ բարենորոքիչ ծրագիրը, իրենք եւ իրենց թեմերի առաջնորդները միացել են Նիկոլ Փաշինյանին, այդ թեմերի քահանաներն էլ պատարագի ժամանակ իրենց թեմի առաջնորդի անունը տալիս են, որովհետեւ կարգն է այդպես։ Այսինքն իրենց թեմի առաջնորդը, որ միացել է Նիկոլ Փաշինյանին, եւ քահանան, որը համաձայն չէ իր թեմի առաջնորդի հետ, եւ ինքը չի ընդունում նրա այդ վարկագիծը, բայց միևնույն է պատարագի ժամանակ նա տալիս է որպես թեմի առաջնորդ հենց այդ մանձի անունը։ Ինչու, որովհետեւ դա է կարգը։ Այստեղ էլ տեսեք կա խնդիր, նույն մարդիկ նայում են, եթե կան թեմի առաջնորդներ, եկեղեցականներ, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանի այդ բարենորոքիչ ծրագրին, ճակերտավոր, ապա մտածում են, որ ուրեմն գուցե լավ բան է անում եւ եկեղեցին ունի թերություններ, որոնք պետք է փոխել։ Այս մասով ինչ կասեք, ինչպես ստացվեց, որ եկեղեցին իր ներսում ուներ նման մարդիկ։ Գիտեք ինչ, ցանկացած համակարգում կան, այսպես ասեմ, ժխտական էլեմենտներ։ Ի վերջո մի օրինակ էլ որ դիտարկենք, ի վերջո մեր Տեր Հիսուս Քրիստոսի շրջապատում էլ կար նաև Հուդան։ 12 առաքյալներից մեկը մատնի չէր։ Սա նշանակում է, որ չի կարող չլինել որևէ միջավայր, որտեղ Հուդաներ չկան։ Չի կարող։ Հիմա այլ բանն է, որ նրանք են իրենց ընտրությամբ այդ ճանապարհը ընտրում։ Դա իրենց իրավունքն է։ Այո, այս գործընթացը մի կողմից էլ նաև ունի իր դրական էլեմենտները, որովհետև լուստրացիայի պես մի բան է լինում, ինքնամաքրման process է լինում։
կան եպիսկոպոսներ, որոնց երբեք չենք իմանա, որ իրենք կարող են իրենց այդպես դրսևորել։ Բայց այս իրավիճակում դա տեսանք, ի վերջո, գիտեք ինչ, իրական խառնվածքը մարդու եւ իրական մարդու էությունը բացահայտում է ճնշման ներքո։ Մարդը կարող է խաղաղ պայմաններում իրեն ասպետ ներկայացնել եւ այդպես ապրել, բայց հենց իրական ճնշում լինի, այդ մարդը տեսնենք, որ ամենավաղկոտ անձնավորությունն է։ Դրա համար ճնշումը հենց ինքը ցույց է տալիս մարդու իրական էությունը։ Եվ այս ճնշումները, որը իհարկե լավ նպատակի համար չի արվել Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ եկեղեցին կործանելու համար է արվել, բայց նաև այս ճնշումները ցույց տվեցին, թե ովքեր են իրական քաջ քահանաները կամ եպիսկոպոսները, եւ ովքեր են վաղկոտ, թուլամորթ, մորթապաշտ քահանաներն ու եպիսկոպոսները։ Իսկ դուք բացառում եք, որ այդ բարենորոգման ծրագիրը, այսպես ասած, առաջացել է հենց այդ եկեղեցականներից եւ փոխանցվել Նիկոլ Փաշինյանին, օրինակ, կարող է լինել այդպիսի տարբերակ։ Տեսեք, մի կարևոր բան էլ ասեմ այստեղ։ Վերջերս էլ այդպիսի առաջարկ հնչեց, որ ստեղծենք սինոդ, այսինքն հոգևորականներից, եպիսկոպոսներից կազմված չէ մի խումբ, որը վեհապար հայրապետի հարևանությամբ կառավարի, մեր եկեղեցին ազգային եկեղեցի է։ Ազգային եկեղեցու մեջ միշտ կա նաև աշխարհիկ անձի որոշակի մասնակցության տար։ Պատահական չի, Գերագույն հոգևոր խորհրդի մեջ կան նաև աշխարհիկ անձիկ։ Եվ այստեղ միայն հոգևորականներից կազմված ինչ-որ նման առաջարկները ազգային եկեղեցու հետ որևէ կապ չունեն։ Տեսեք, իհարկե կարող է նաև այդ անձանց միջոցով է Նիկոլ Փաշինյանը փորձում եկեղեցին ջարդել եւ կոտրել։ Բայց մի կարևոր բան եմ ուզում մեր հանրության համար ասել, իհարկե տարբեր առիթներով դա ասել եմ, բայց չեմ զլանա նորից կրկնելու, որպես իրական նպատակը ցույց տանք։ Մենք պատահական չենք ասում մայրաթոր, մայր եկեղեցի, որտեղ իրոք եկեղեցին այս իմաստով մոր գործառույթ է իրականացնում։ Հիմա պատկերացրեք որևէ մեկի ընտանիքում մոր եւ զավակի միջև խնդիր լինի։ Որքան էլ մայրը սխալ լինի, զավակը դուրս չի գա հրապարակ եւ գոռա եւ ասի իմ մայրը սխալ է։ Որտեղ երբ որ զավակը իր մոր մասին նման բան խոսեց, բոլորս կքննադատենք այդ զավակին, որպես ուրացող զավակի։ Հիմա նույնիսկ այս դեպքում, եթե կա խնդիր եկեղեցու ներսում ու չի կարող խնդիրներ չլինել, այդ խնդիրները չեն լուծվում հրապարակայնորեն, այդ խնդիրները լուծվում են ընտանիքի ներսում։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը իրական քրիստոնյա հավատավոր անձ է եւ տեսնում է մի եկեղեցական անկարգ ընթացքի մեջ է, ինքը մեկ բան ունի անել, ինքը պետք է վերցնի այդ նյութերը, գնա համապատասխան Գերագույն հոգևոր խորհրդի առջև, հանդիպի, ասի հարգելներս, այս ձեր հոգևորականը, այս իր ապրածը, այս սա եւ սա։ Խնդրում եմ լուծեք այս հարցը։ Եվ ասի լուծեք, վերացրեք այս բացասական ժխտական էլեմենտը ձեր միջից։ Գուցե արել է, ունեք տեղեկություններ, գուցե արել է, փորձել է ինչ-որ փոփոխություններ անի, չի ստացվել։ Չկա այդպիսի բան, հակառակը, այսօր ամբողջ գործընթացը, քրեաիրավական դաշտը, հարկային մաքսային ամբողջ դաշտը այսօր լծված են, որևէ բան հայտնաբերեն ամենայն հայոց կաթողիկոսի կամ բարձրաստիճան եպիսկոպոսների կամ հայ առաքելական սուբյեկտեցու գործունեության հետ կապված։ Չեք պատկերացնի ինչ խայտառակ ձևի հիմա քրեական գործեր են քննվում։ Պատկերացրեք բամբասանքների մակարդակի քրեական գործեր են քննվում։ Այ կուզեմ մի փոքր խոսենք նաև այդ քրեական գործերից, երևի սկսենք վեհապարի ընտանիքի եղբոր տղաների այդ գործից եւ այնուհետեւ խոսենք նաև այն գործերից, որոնց մասին գուցե հանրությունը այդքան էլ տեղյակ չի։ Նախ այս պահին ինչ գործեր կան եւ ես տեղյակ եմ, որ դուք բավականին շատ եկեղեցականների հենց դուք եք փաստաբանը, դուք եք պաշտպանում, նաեւ ստանձնել եք մայրաթորի ներկայացուցիչի դերը, ճիշտ եմ, չէ՞, նշում որոշ իրավական գործընթացներում։ Այո։ Այս պահին ինչ գործեր են քննվում կոնկրետ վեհապարի ընտանիքի անդամների հետ կապված։ Տեսեք, այս պահին վեհապար հայրապետի ընտանիքի անդամ ինքը համարում է բոլոր հոգևորականներին։ Նկատի ունեմ եղբոր երեխաներին։ Այդ իմաստով Մկրտիչ սրբազանի հետ կապված կա քրեական գործ, նրան մեղադրում են, անհիմն մեղադրում են, որ իբրև նա մի ժողովի ժամանակ ասել է ում ուզում եք ընտրեք, Նիկոլին ընտրեք, ավելին ասեմ, չնայած այդպիսի բան չի եղել, բայց նույնիսկ եթե այդպիսի բան լիներ, ընտրական օրենսգրքի համաձայն ասում է քարոզությունը դա անձին համոզելն է ընտրել մեկին կամ չընտրել մեկին։ Այդ արտահայտությունը, եթե նույնիսկ այդպիսի բան եղել է, դա դասական քարոզություն է։ Ես էլ կարող եմ կոլեկտիվում ասեմ,
ընտրեք, ում ուզում եք ընտրեք, Պողոսին մի ընտրեք, օրինակ։ Դա կոչվում է քարոզչություն։ Դրա համար մարդուն չեն կարող դատապարտել, առավել եւս երբ որ նույն Նիկոլ Փաշինյանն այդ հիշում եք 2021 թվականին նուրճը ձեռքը ման էր գալիս։ Եվ նույնիսկ ինչ որ սեռական բնույթի ակնարկներ էր անում իր մրցակիցներին։ Այսինքն այս մարդը ինքը հենց ամենակլասիկ ճնշողն է եղել ազատ խոսքի եւ ազատ ընտրության իրավունքի։ Բայց ասում եմ, այսպեսի արտահայտություն է կարի։ Երկրորդը իրեն մեղադրում է։ Իսկ ինչ է որակվել։ Իբրև դրանով նա հարկադրել է անձի ազատ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտել է հարկադրանքի միջոցով։ Մյուսը իրեն մեղադրում են, ասում են դու քահանաներին ուղարկել ես, հարկադրել ես, ուղարկել ես հավաքներին։ Դուք լավ գիտեք, երբ որ հավաքներ են լինում, քահանաները միշտ եւ նախկին իշխանությունների ժամանակ եւ ներկայիս մշտապես քահանաները լինում են եւ փորձում են կենթանի պատի նման կանգնեն ոստիկանների եւ մարդկանց միջեւ եւ անեն ավելի շատ հանգստության կոչեր։ Դա միշտ է եղել։ Մարտի 1-ից սկսած եղել է։ Եվ այս իմաստով այն քահանաները այն Ստեփան Ասատրյանը, Արամայիս Թախմազյանը, Արագածոտնի թեմի քահանաները, նախկին Տեր Արամ եւ Տեր Թադե քահանաները նախկին իրենք էլ իբրև բողոք են ներկայացել, որ իրենց հարկադրել են, որ իրեն գնան, բայց հարկադրանքի որևէ դրսևորում չեն ասել։ Օրինակ, երբ որ հարցաքննությունների ժամանակ էլ կամ նույնիսկ քննիչի բանի հետ այդ հարց ու պատասխանի ժամանակ հարց է տրվել, լավ այդ հարկադրանքը ինչպես է դրսևորվել, չկա նման որևէ դրսևորում չկա։ Իրանք ասում են, այ մենք եթե չգնայինք, մեզ կարող է ինչ-որ մեզ, չգիտեմ, մեր նկատմամբ տուժ լիներ։ Բայց նման սպառնալիք նույնիսկ չի հնչել, այսինքն այս իմաստով հիմա Մկրտիչ Սրբազանին մեղադրում են անհիմն մեղադրանքով եւ բնականաբար երկար ժամանակ նա կալանավորված էր, հիմա էլ տնային կալանքի մեջ էր։ Ընդ որում տեսեք, այստեղ քննչական մարմինը շատ իրեն վատ դրսևորեց, ցավալի, ընդ որում աննախադեպ վատ։ Ես իհարկե ցավում եմ նաեւ որոշ քննիչների համար, ես քննիչ շատ ծանոթներ եւ նաեւ ընկերներ ունեմ, որոնք պրոֆեսիոնալ են եւ այդ ինստիտուտի նկատմամբ հարգանք են ձևավորել տալիս։ Բայց կան նաև քննիչներ, որոնք շատ իրենց վատ են պահում, ընդհանուր մենք ունեցանք դեպք, երբ որ փաստաբաններին չեն թողնում մտնել իրենց վստահորդների մոտ, հենց Արագածոտնի թեմի գործով, քահանաներին ուղղակի բերման են ենթարկել, չեն թողնում։ Եվ տեսեք, այդ մասով նույնիսկ քրեական հաղորդում ներկայացվեց, որ այստեղ տեղի ունեցել փաստաբան լիազորությունների խոչընդոտում, մերժեցին, բայց դատական կարգով պարտավորեցրել են հանրային վարորդյունական սոմարմնի, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնեն։ Այսինքն մենք հասանք նոր դատարանը պարտավորեցրեց։ Բայց այդ քննիչների կեցվածքը, քահանաների նկատմամբ նրանց վերաբերմունքը, այնպես ուրեմն պատկերացեք բոլոր Արագածոտնի մարզի բոլոր քահանաներին կանչել են Կիրակի օրը ժամը 9-ին հարցաքննության, որպեսզի սուրբ եւ անմա պատարակներ չանցկացնեն, որպեսզի Հովանավանքում Նիկոլ Փաշինյանը գնա այդ պատարակին մասնակցի։ Պատկերացեք, այսինքն այս կարգի միջամտում էին եկեղեցու ներքին կարգին, ընդ որում մենք բացատրում ենք, որ չկա դրա օպերատիվությունը, դրա այդ աննախադեպ արագության համար կարիքը չկար դրա, եւ դրանից հետո դրանից հետո մոտ ամիս ու կես իրենք քահանաներին չեն կանչել հարցաքննության։ Դա էլ ցույց տվեց, որ դա այդ նպատակով էր արվում։ Պարոն Զորաբյան, իսկ գուցե պատճառը նույն սրբազան շարժումն էր, այսինքն այս սուր պայքարի, երբ որ դա որակվեց իշխանության կողմից եկեղեցու միջամտություն պետական գործերին, քաղաքականությանը, հա, քանի որ նույն Բագրատ Սրբազանը առաջնորդում էր այդ շարժումը, այ որտեղ է այդ սահմանագիծը, երբ մենք կարող ենք ասել, որ եկեղեցին միջամտում է քաղաքականությանը, եւ արդյոք դա միջամտություն էր թե ոչ ըստ ձեզ։ Տեսեք, էլի շատ տեղին ու կարևոր հարց եք բարձրացնում։ Այստեղ մի կարևոր բան կա, նյուանս կա։ Եկեղեցին միշտ էլ քննադատել է իշխանությանը։ Օրինակ հիմա կարող ասեմ, բա ինչի նախկին իշխանության ժամանակ էսպես չէի անում, հիմա եք ինչպես էսպես անում, բայց ես ասեմ, նախկին իշխանության ժամանակ նախկին իշխանության ներկայացուցիչները, ես նաև բարձրաչեն եկեղեցականներից եմ ճշտել, իրենք լսում էին եկեղեցականներին, այսինքն փակ դռների ետևում, սենյակներում, բանակցային սեղանների շուրջ, նրանք լսում էին այդ փաստարկները եւ շատ հաճախ այդ փաստարկներն ընդունվում էին։ Դրա համար այդ քննադատությունը հրապարակային այդքան շատ չկար։ Այս իշխանությունը չի լսում, փակել է իր ականջները։ Եվ դրա համար եկեղեցականը ուրիշ գործիք չունի, քան հրապարակայնորեն դրա մասին ասել։ Տեսեք,
Եկեղեցականը երբ որ խրատում էր, քննադատում էր իշխանավորին, ասում են դու քաղաքականությամբ ես զբաղվում։ Չնայած ասեմ, որ եկեղեցականը անհատ քաղաքացու նման ունի բոլոր իրավունքները եւ նաեւ կարող է քաղաքականությամբ զբաղվել, բայց եկեղեցին ինքը երբեք քաղաքականության այդ իմացով կուսակցականության մեջ չի ներգրավել։ Հիմա տեսեք, ինչ է տեղի ունեցել։ Երբ որ ասում են դու քաղաքականությամբ ես զբաղվում, ասում են ոչ, մենք քեզ հայրական խրատ ենք տալիս։ Այո, կարող է գավազանով գլխիդ էլ տանք, բայց հայրական խրատ է, որտեղ մենք քո պաշտոնի վրա աչք չունենք։ Բագրատ Սրբազանի հանգամանք, երբ որ նա արդեն կոնկրետ վարչապետի աթոռի տեխնացություն ունեցավ, այսինքն վարչապետի տեխնացության հարց բարձրացեց։ Տեսեք, այս մասով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հովանավորությունը չկար։ Եվ նրա օրհնությունը չկար։ Վեհապար հայրապետի բայց ասում են չի հայտարարվում, բայց իրականում աջակցում է։ Ձեզ ասեմ, ես ինքս էլ այդ գործընթացների ժամանակ մասնակցել եմ, ներկա եմ եղել նաև եպիսկոպոսատ ժողովներին, որտեղ նաև այս բարենորոգման ծրագրի միացած եպիսկոպոսները ներկա եղել։ Եվ այդ ժամանակ էլ ենք քննարկել, վեհապար հայրապետը վարչապետի տեխնացության վերաբերյալ իր օրհնությունը չի տվել։ Ավելին, իրենք նաև գաղտնալսումներ ունեն արած այս իշխանությունը։ Եվ իրենք լսել են Բագրատ Սրբազան եւ Միքայել Սրբազանն են գաղտնալսել։ Իրենք ունեն որոշակի նյութեր, եւ այդ նյութերից էլ երևում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը դեմ է եղել վարչապետի պաշտոնին հավակնելուն։ Այսինքն նա դեմ է եղել այդ հարցերում, որովհետեւ համարել է, որ եկեղեցականը չպետք է ներգրավվի այդ գործընթացի մեջ։ Ավելին, եղել են իրավիճակներ, երբ 2017 թվականի ընտրության համար առաջարկվել է, որ օրինակ հանրապետական կուսակցության մեջ Բարձրաստիճան եպիսկոպոս ներգրավի, ամենայն հայոց կաթողիկոսը դեմ է եղել։ 2018 թվականին եղել է առաջարկ, որ Բարձրաստիճան եպիսկոպոս ներգրավի ԿՊ-ի այն ժամանակ Միքայել Երկոշում, թե ինչ այդ շարքերում վեհապար հայրապետը դեմ է եղել, այսինքն այս դրսևորումները, որոնց մասին իհարկե հրապարակային չի ասվում, բայց այս դրսևորումները խոսում են մի բանի մասին, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին չի խառնվում այդ կուսակցական այդ քաղաքականության մեջ, որովհետև քաղաքականությունը լայն իմաստով, տեսեք, եթե դու ազդում ես որոշում կայացնելու վրա, դա քաղաքականություն է։ Եթե որևէ օրենքի վրա հայ առաքելական Սուրբ եկեղեցին ազդում է, օրինակ ասում ես պիղծ օրենքը մի ընդունեք, սա քաղաքականություն է, բայց վարչապետի կամ այլ Բարձրաստիճան պաշտոնյայի աթոռին հավակնելու նման քաղաքականություն մայր աթոռը չունի եւ չի ունեցել։ Նույնն Միքայել Աճապահյանը, երբ հրաժարվեց ընդդիմության միասնական տեխնացու դառնալ վարչապետի, նորից պայմանավորված էր նրանով, որ վեհապար հայրապետը դեմ էր, թե ինքը իր որոշումներն ա։ Տեսեք, այդ օրը, երբ որ մենք քննչական մարմնում ենք, այդ օրվա որոշում կայացնելու որևէ մեկը չի ազդել։ Ոչ վեհապար հայրապետն է կապի մեջ մտել մեզ հետ, ոչ որևիցե մեկը։ Այդ օրվա որոշումը կայացվել է հենց քննչական մարմնում, ընդ որում կայացվել է մի պարզ պատճառով, որովհետև Միքայել Սրբազանին մեղադրում էին իշխանությունը զավթելու կոչելի մեջ, իսկ այդ ժամանակ Հովիկ Աղազյանը եւ մյուս այդ ԿՊ-ական նախկին, այո, իրենք էին նախաձեռնել Միքայել Սրբազանին վարչապետի տեխնացու։ Մենք այդ պահին նաև չունենալով այլ տեղեկատվական հոսքեր, բնականաբար անդիմադիր մյուս ուժերից։ Այո, նաև այդ պահին մենք քննչական այդ մարմնում ենք, մենք մեր ոնց որ ասած իրավական այդ տեղեկատվական սահմանափակ տվյալներն ենք կարողանում մշակել, մենք այդ ժամանակ դա գնահատեցինք, որ սա խայծ է, որովհետեւ եթե Միքայել Սրբազանը նույնիսկ լրությամբ համաձայնություն տա, հետո քննչական մարմինը դա օգտագործի, ասի իշխանություն եք ուզում զավթեք, նայել տեսեք ուզում դու տեխնացու ես ուզում դառնալ։ Այսինքն այսպեսի կապ տեսանք եւ Միքայել Սրբազանը այդ հայտարարությունը տարածեց, բայց այդ հայտարարությունը նաև իր իմաստով այնպեսին չէ, որ նա հավիտյան հրաժարվել է տեխնացու լինելուց։ Այդ պահին, եթե հայտարարության տեքստն էլ ուշադիր կարդաք, տեսնեք, որ դա այդ պահին արված հայտարարություն է եւ եթե Միքայել Սրբազանը հետագայում այլ հավակնություն ունենա, բնականաբար դա իր անձնական որոշումն է, բայց մայր աթոռի դիրքորոշումը միշտ եղել է այդպես։ Բայց դուք ճիշտ նկատեցիք, որ իշխանությունը ամեն ինչ անում էր, որպեսզի Բագրատ Սրբազանի այդ քաղաքական հավակնությունը նույնացնի եկեղեցու ցանկության հետ, բայց դա այդպես չէ։ Ես ձեզ պաշտոնապես եմ ասում, դա այդպես չէ, բայց այդպիսի տպավորություն ցավոք թողել են եւ ցավոք այդպիսի տպավորություն թողել են նաեւ ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, որպեսզի երևի ավելի մեծ ուժ տան այդ շարժմանը, արհեստական փորձել են ցույց տալ, որ դա եկեղեցական բան ունի, զորակցություն ունի։
Այսինքն վեհապար հայրապետը ամեն դեպքում դեմ է եղել այդ շարժումը, ավելի վեհապար հայրապետը իմ տեղեկությամբ եւ նաեւ եպիսկոպոսների այդ ժողովը որ քննարկում են արել, իրենք կողմ են եղել Տավուշի այդ խնդրով շարժում իրականացնելուն, ձայնը լսելի դարձնելուն, քանի որ ազգային ցանկացած կենսական հարց հայ առաքելական սուրբ եկեղեցու օրակարգի մեջ չի կարող չլինել։ Բայց վարչապետի տեխնացության այդ քաղաքական կուսակցական այդ խնդիրների առումով այո կողմ չի եղել։ Տեսեք, հիմա նույն ԿՊԱ-ականները բազմիցս խոսում են այն մասին, որ աշխարհը գնում է դեպի, այսինքն եկեղեցուն դիտարկում են որպես հերթական կրոնական կազմակերպություն։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դիտարկվում է հավասարազոր այլ կրոնական կազմակերպությունների հետ եւ նաեւ նրանց խոսույթից հասկանալի է դառնում, որ նրանք փորձում են որդեգրել արևմտյան որոշ երկրների պրակտիկան, հա նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինչպես են վերաբերում տարբեր հոսքերի եկեղեցիներին, դուք ինչ եք կարծում, գուցե դա իրենց այլ ոչ թե նրանք իրականացնում են Թուրքիայի նպատակներն են սպասարկում, այլ ուղղակի դա իրենց մոտեցումն է, ինչ կարծիք ունեք այս մասին, հնարավոր է այսպես փորձենք նրանց արարքները վերլուծել։ Տեսեք, նախ հայ առաքելական Սուրբ եկեղեցին իր բացառիկությամբ նաև արձանագրված է մեր սահմանադրության մեջ։ Այսինքն հայ սահմանադրություններ են, չի ուզում փոխեն։ Դեռ քանի դեռ փոխված չի, կարող ենք հղում անել սահմանադրության վրա, այսինքն հայ ժողովուրդը իր կամքը արտահայտելով նա ցույց է տվել իր վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ։ Եվ այս առումով բնականաբար այն ուժերը մենք սովորաբար այդ գաղափարը կրողներին այդ սորոսական ուժեր էինք ասում, որովհետև նաև իրենց ծրագրերում կար հայ առաքելական Սուրբ եկեղեցու կարգավիճակը հավասարեցնել կրոնական կազմակերպությունների կարգավիճակին։ Իբրև նրանք հավասար պետք է լինեն, ընդ որում այդ նաև ծրագրային իրենց դրույթների մեջ էր հայ եկեղեցու պատմությունը դուրս հանել կրթական ծրագրից, դե բայց հաջողեցին այդ մասով։ Հայ եկեղեցուն հանել բանակից, դա էլ ոնց որ ստացվեց մոտները, եւ մի շարք այլ բաներ, որոնք ցավալի է, բայց փորձում են կամաց առաջ տանել։ Այս տեսակետից էլ պատական չի այսօրվա իշխանության եւ նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ ռետորաբանությունը։ Ցավալի է, բայց նույն մարդու իրավունքների պաշտպանն էլ, երբ իրեն հարց են տալիս, նա նույնպես փորձում էր հավասարության նշան դնել եւ ասում էր, հա դե կրոնական կազմակերպության ղեկավար կամ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն այդպես էր վերաբերում։ Ես կարող է էլի օրինակ բերեմ, այդ ընտանեկան օրինակները ավելի լավ են ընկալվում հանրության կողմից։ Տեսեք, այո, բոլոր կանանց նկատմամբ կարող ես ունենալ հարգանք, բայց քո մայրը բացառիկ է։ Երբ որ դու քո մոր նկատմամբ այդ բացառիկ վերաբերմունք չունես, դու ուրեմն սրիկա զավակ ես, ուրիշ բան չեմ կարող ասել։ Եվ հիմա այն անձինք, ովքեր իրենց մայր եկեղեցուն այդպես կվերաբերվեն բոլորի նման, ես իրենց ուրիշ բան չունեմ ասելու, քան ասելու, որ դուք ուղղակի հավատավոր զավակի կեցվածք չունեք։ Այ հիմա այս քրեական հետապնդումները եկեղեցականների նկատմամբ ըստ ձեզ ինչ զարգացումներ կունենա եւ արդյոք կարող է հաջողել իշխանությունը ճնշել եկեղեցուն ի վերջո, որովհետեւ մենք տեսնում ենք վեհապար հայրապետը ինչպես է պահում եկեղեցու միասնականությունը ամեն դեպքում, մի կողմ թողնենք որոշ եկեղեցականների, ովքեր միացել են այդ շարժմանը, վերջն արդյունքում ըստ ձեզ կստացվի իշխանության մոտ կոտրել եկեղեցուն։ Տեսեք, մի կարևոր արձանագրում էլ անեմ, դա ես նաև առիթների ձեռնելով հաճախ եմ շփվում նաև ամենայնայոց կաթողիկոսի հետ, ներքին խոհանոցից եմ տեղյակ, այս գործընթացների բերումով շատ հաճախ եմ առնչվում այդ անարդարություններին։ Մի բան կարող եմ ասել, վեհապար հայրապետի հենց վեհապարացնելով այդ վեհությունը։ Ես ինքս եթե լինեի իր տեղը, մի 10 անգամ այն 10 եպիսկոպոսներին կարգալուց արած կլինեի։ Բայց այս իմաստով էլ ինքային կարգի երկայնամտություն եւ համբերատարություն եւ հայրական այդ իմաստությունը դրսևորում։ Եվ տեսեք, որ սա նաեւ որոշակի բաներ է բերում, հասկանում եք, նա եղել է արդ ես օրինակ վեհապար հայրապետի հետ խոսել եմ, ինքը ասում է ես իբրև հայր պետք է վերաբերվեմ։ Այսինքն իր վերաբերմունքը, երբ որ ի մեջ զայրույթ կա, երում այրուն ես, որ այս անարդարության դեմ եպիսկոպոսը Ձեր պահած եպիսկոպոսը օրինակ շատ բաներ եք իր համար արել ու հիմա այսպես իրեն պահում է դավաճանի նման, ամենավատ դավաճանի նման ու ամենազզվելի արարքների մեջ է
իրեն դրսևորում ու վեհապար հայրապետի այդ հայրական, այդ ներողամտաբար, այդ վերաբերմունքը իհարկե ես այդ բանին չեմ կարողանում հասկանալ, որովհետև իմ մոտ զայրույթն է խոսում, եւ այդ անարդարության բանն եմ զգում, բայց հետո անցնում են շուտ ժամանակ, ես հասկանում որ ինքը իրոք այդ հայրական, հենց ինքը դրա համար վեհապար է։ Այսինքն հնարավոր է, որ օրինակ ինչ-որ մի օր, եթե Նիկոլ Փաշինյանը վերջապես գիտակցի կամ հասկանա, որ ինչ-որ սխալ բան է գործում, հա, ըստ եկեղեցու տեսանկյունից, հնարավոր է, որ նույն իշխանավորներին վեհապար հայրապետը կարողանա ներել։ Ճիշտն ասած, դուք հարց եք տալիս ինձ, բայց դա վեհապար հայրապետին ուղղվելիք հարց է, որովհետև գիտեք ինչ, հենց հայրը դրա համար է։ Եթե որդեական խոնարհությամբ մեկի մոտենում է հորը, մենք ի վերջո այս պահքի կիրակիները իրենք ամեն կիրակի իր խորհուրդն ունի եւ նախորդ կիրակիներից մեկը հենց անառակ որդու կիրակին էր, երբ որ անառակ որդին վերադառնում է հոր մոտ եւ հոր ուրախությունը եւ հոր ընդունելությունը այդ զավակի նկատմամբ ես իհարկե դա չեմ կարող ասել, ես չունեմ այդ համբերատարությունը, այդ իմաստությունը, որ այդ ներողամտությունը ես չունեմ, բնականաբար շատ բաներ պետք է սովորեմ վեհապար հայրապետի վարքագծից, բայց ուզում ասել, նույնիսկ հաճախ կարող քահանաները իրենք ոգևորված լինեն, ասեն, ինչու էսպես չի արվում, ինչու նա չի արվում, բայց հավատացեք, հենց վեհապար հայրապետի հենց իր կեցվածքն է իրեն ստիպում, որ նա իր բարձունքում գտնվի։ Եվ ժամանակ հետո բնականաբար մենք տեսնենք, թե որ կեցվածքներ ճիշտ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարթին կկոտրի թե չէ, ես վստահ եմ, որ չի կոտրվելու եկեղեցին, այո, դժվարությունների միջով անցնելու է, եւ տեսեք մի կարևոր արձանագրում էլ անեմ։ Վեհապար հայրապետի այս կեցվածքը մի ուրիշ հետարքիր դրսևորում էլ ցույց տվեց։ Եթե վեհապար հայրապետը գնար առաջ ու ինքը, այսպես ասեմ, սկսեր ագրեսիվ կոնֆլիկտային քաղաքականություն իրականացնել, մյուս հոգևորականները չեն երևա այս process-ի մեջ։ Մենք չենք տեսնի իրենց կեցվածքը, իրենց քաջությունը կամ իրենց վախկոտությունը, որովհետև ամեն քահանա անկախ իրենից դարձավ առաջնագծում կանգնած անձ։ Ամեն մեկի տան մոտ դարձավ խրամատ, որովհետև ամեն քահանա պետք է ընտրություն կատարի, ինքը որ կողմն է բռնում։ Հասկանում եք, քահանան արդեն չկարողացավ թաքնվել առաջնորդի թիկունքում, որովհետև ինքը արդեն ինքը հստակ պետք է որոշում կայացնի։ Ու սա բերեց նաև հետաքրքիր, այսպես ասեմ, վերադասավորման։ Եվ մենք տեսանք նաև քահանաներ, որոնք միացան այդ ճակերտներով բարենորոքից շարժմանը։ Բայց տեսանք նաև քաջ քահանաների, որոնք իրենց կեցվածքի մեջ մնացին։ Մի փոքր խոսենք նաև հասարակության գործողություններից։ Մենք տեսնում ենք եկեղեցականների նկատմամբ այս բռնաճնշումները, քրեական հետապնդումները, կալանքները, ինչ պետք է անի հավատացյալ մարդը, հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդը, երբ տեսնում է, որ իր թեմի առաջնորդին օրինակ կալանավորում են, այն ինչ գործողություններ պետք է աներ։ Տեսեք, բնականաբար օրինապահության սկզբունքը չանտեսելով, ես կարծում եմ, որ եթե հասարակությունը բավարար չափով պաշտպաներ իր եկեղեցուն, այսօր իշխանությունը այս մակարդակի լկտիություն չէր ցուցաբերի։ Այ ոնց պետք է պաշտպանել, որովհետև գուցե մարդիկ ուզում են, բայց չգիտեն ինչ պետք է անեն։ Մի օրինակ եմ ուզում բերել 2022 թվականին, եթե հիշում եք, Ջերմուկի վրա հարձակում եղավ, եւ այդ ժամանակ ժողովուրդը ինքնաբուխ առանց որևէ քաղաքական կուսակցությունների ինչ-որ ուղղորդումների ժողովուրդը ինքնաբուխ զայրացավ եւ հավաքվեց ազգային ժողովի շուրջը։ Հետո իհարկե երբ որ արդեն խոսափող դրեցին, բարձրախոսներ սկսեցին խոսափողները խլել իրար ձեռքից, արդեն հետո հենց եկան քաղաքական ուժերը։ Բայց այդ պահին ժողովրդական, այսպես ասեմ, զայրույթը, այդ մռնչյունը եղավ, զայրույթը, իրական ինքնաբուխ զայրույթը։ Եվ իշխանությունը սարսափեց։ Իշխանությունը սարսափեց, ես ինքս էլ փողոցում եմ եղել այդ ժամանակ, ինքս էլ որոշ ոստիկանների, բարձրաշան ոստիկանների խոսակցություններից եմ տեղյակ, իշխանությունը սարսափի մեջ էր։ Հանգստացավ, երբ որ սկսեցին արդեն առաջնորդություն հանդես բերել, այդ ժամանակ արդեն հանգստացան, որ վերջ, էլի ծախողումը կգնա։ Բայց երբ որ իշխանությունը հասկանա, որ ժողովուրդը կարող է զայրանա, երբ որ դու սրբություններին դիպչում ես, որտեվ գիտեք ինչ, հիմա շատ դեպքերում ինչքան էլ դու օրինապահ լինես, երբ որ քո ընտանիքի անդամին քո աչքի առջև անարդար վերաբերմունք են դրսում, դու կարող արդեն մոռանաս ամեն ինչ եւ ձգտես պաշտպանել օրենքով չարգելված
կամ նույնիսկ արգելված միջոցներով, դիմացի կողմը դա պետք է հաշվի առնի։ Այ երբ որ իշխանությունը զգա, որ սրբությանը դիպչելիս այս ժողովուրդը ի վիճակի է սրբությունը պաշտպանելու, ես վստահ եմ կվախենան նման բան անել։ Եվ 2018 թվականին, որ Նիկոլ Փաշինյանը այդ նոր հայրապետ շարժումը իր ավարտին չհասցրեց, այդ վախը կար։ Կան փաստեր, որ Նիկոլ Փաշինյանն է հովանավորել աջակցել այդ շարժմանը։ Թե ուղղակի տեսեք, իհարկե, եթե փաստ ենք ասում, որոշակի ապացուցողական նաև բազա պետք է ներկայացնես, ես ուղղակի հետևյալ տրամաբանական դատողությամբ կփորձեմ պնդում անել, օրը ցերեկով մարդիկ գնում են Մայրաթորի սեփական տարածք եւ ոստիկանությունը այդ մարդկանց չի հանում։ Չկա այդպիսի բան։ Հիմա ես կարող եմ գնալ կառավարության շենք մտնել եւ ասել դուրս չեմ գալիս։ Կամ լավ, ուրիշ տարածք գնամ մտնեմ, որը պետական հատուկ պահպանության տարածք չի, գնամ մտնեմ այդ տարածք, բայց պետությանը պատկանող մի տարածք մտնեմ։ Մտնեմ օպերայի շենք մեջ, դուրս չեմ գալի։ Մի 10 հոգով գնանք մտնենք, 2 ժամ հետո կգանք շպրտեն դուրս բոլորիս։ Այսինքն օրերով իրենք մնացել են վեհարանում եւ որևէ ընթաց չի ստացել, որևէ մեկը դրանից պատասխանատվության չի ենթարկվել, սա ակնհայտ խոսում է հովանավորության մասին։ Եվ այս իրավիճակը փոխվեց այն ժամանակ, երբ որ Էջմիածին քաղաքում էլի հերթական այդ իրենց ակցիայի ժամանակ ժողովուրդը զայրացավ եւ դուրս եկավ եւ ուժ ցույց տվեց։ Այդ ժամանակ վախեցան։ Հասկացան, որ կարող է լրիվ բան իրավիճակ փոխվի, որտեվ այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը դեռ լծակները ամբողջությամբ չէր հարմարեցրել իրեն։ Այդ հերակառավարման վահանակը ամբողջությամբ այդ բանակոճակներին չէր սովորել։ Եվ ինքը վախեցավ, վստահ եմ վախեցավ եւ հետ քաշվեց։ Պարոն Զորաբյան, կուզեմ խոսենք մի փոքր վտանգներից, հետևանքներից, որովհետև գուցե նույն հասարակության տարբեր մարդիկ չեն պատկերացնում, հա, եկեղեցու նկատմամբ այս ճնշումները կամ եկեղեցու թուլացումը ինչպես կանդրադառնա իրենց կյանքի որակի, իրենց երեխաների ապագայի վրա։ Այ ինչ ռիսկեր կան, այսինքն կոնկրետ մարդու համար, բնակչության համար, մարդու մակարդակ վերցնենք, ինչ ռիսկեր կան, ինչպես պետք է հայ մարդու կյանքը վատանա, եթե եկեղեցին թուլանա, այսպես ձևակերպեմ հարցս։ Տեսեք, եկեղեցին մեր ինքնության պահապանն է։ Նույնիսկ միայն այն բանումը, որ այս եկեղեցին է մեր գրերի հեղինակը, միայն այդ հանգամանքը որ հաշվի առնենք, մենք պետք է ամբողջ կյանքում երախտագիտության զգացումով ապրենք եկեղեցու նկատմամբ։ Տեսեք, երբ որ մեր ինքնությունը մենք ինքնության պահապանին մենք թողնենք որ չարթեն, բնականաբար արդեն կներխուժեն տարբեր լիբերալ ճակերտներով արժեքներ, որոնք ընտանիքները ուղղակի կպղծեն։ Որտեվ եկեղեցին հենց ընտանիք ինստիտուտի պահապանն է, ուղիղ պահապանն է։ Եթե հիշում եք Ստամբուլյան կոնվենցիան, երբ ուզում էին վավերացնել եկեղեցին իր խոսքը ասեց եւ դեմ գնաց։ Եկեղեցին դեմ գնաց, որ սա ուղղակի քանդում եք ինստիտուտը, որովհետեւ ընտանիք հասկացության մեջ ներառում եք զուգընկերներ հասկացությունը։ Այսինքն այսու այդ ընտանիք ասելով պետք է հասկանան մարդիկ երկու տղամարդ։ Իսկ սա արդեն աստվածային ընտանիք հենց հասկացությանն է դեմ։ Եվ այս առումով եկեղեցին իր կեցվածքը դրսևորեց։ Եվ շատ հարցերում եկեղեցին հենց այդ պահապան սանիտարի դերն է տանում։ Եվ ի վերջո, գիտեք ինչ, մարդը իշքան էլ պրոֆեսիոնալ լինի գիտելիքների իմաստով, բայց եթե մարդը բարոյական իր ներաշխարհը չունի, իր արժեքային համակարգը չունի, այդ մարդը դառնում է վտանգավոր հանրության եւ ընդհանրապես բոլորի համար։ Բայց հիմա տեսեք, նույն երիտասարդները գուցե նայում են արևմտյան արժեհամակարգը, որը ի դեպ ամենևին այն չէ, ինչ որ փորձում է այստեղ ներկայացվել, նույն արևմտյան արժեհամակարգը բավականին գնահատում է թե ընտանիքը, թե ընտանիքի անդամների միջև փոխհարաբերությունները, թե նույն ես օրինակ չեմ պատկերացնում, որ Հռոմի պապի դեմ ինչ որ գործողություն նախաձեռնվեր եւ հանրությունը չաջակցեր, հա, ինձ թվում է հազարներով կլծվեին կաթոլիկները եւ կպաշտպանեին, բայց այդուհանդերձ մանավանդ երիտասարդները գուցե նրանք ավելի հոգեհարազատ են համարում այդ լիբերալ արժեհամակարգը եւ մտածում են, որ այնինչ մենք հիմա խոսում ենք, քննարկում ենք, այս ռիսկերը իրենց չի սպառնում եւ իրենց կյանքի ավելի լավ, ավելի բարվոք վիճակի համար անհրաժեշտ են նոր արժեքներ, նոր գաղափարներ։ Դրա համար կուզեմ մի փոքր բացատրենք ինչ ռիսկ ունի սա հիմնականում հենց մարդու մակարդակով, այսինքն ինչու պետք է հայ մարդը ատամներով պաշտպանի եկեղեցին։
դե տեսեք, հիմա քրիստոնեական արժեքները մեզ ինչ են սովորեցնում։ Սովորեցնում են ընտանեկան հավատարմություն, սովորեցնում են ընտանիքի ներսում այդ ճիշտ դերաբաշխումը եւ բնականաբար հարգանք ծնողների նկատմամբ։ Մեզի օրինակ բերեմ, տարիներ առաջ, երբ որ կնոջս հետ Վիեննայում մի տարածքում ենք, մի երեխա անկավ գետնին, փոքր երեխա էր, մի 2 տարեկան։ Ծնողները կօգնեն։ Ես անկախ ինձանից մեխանիկորեն վազեցի, որ երեխային օգնեմ, որտեղ ծնողները ընկել էր լացում, իրանք չէին շարժվում։ Մոտեցա, որ այդ երեխային օգնեմ, բարձրացնեմ, երեխայի հայրը ինձ գերմաներենով ինչ-որ բան ասեց, հասկացա, որ սաստեց, չթողեց մոտենամ։ Ես հետ քաշվեցի եւ այդ երեխան, իրանք կանգնած նայում էին, ես էլ էի նայում իհարկե։ Եվ այդ երեխան երևի 5 րոպե այդպես հատակին լացելուց հետո վեր կացավ, ինքը իրենով վեր կացավ, հետո սկսեց արդեն խաղալ։ Ու կնոջս հետ քննարկում ենք, ասում ենք երևի այսպես են անում, որպեսզի ինքնուրույնություն ունենա, դժվարություն ինքնուրույն հաղթարի, այսպես խոսում ենք, բայց հետո ես ինքս բռնացրեցի այն մտքի մեջ, ասելով լավ, բայց այս process-ի մեջ սրտացավություն չկար, այդ սերը չկար, որտեղ ես նույն երեխան վաղը իր ծնողներին կտանի ծերանոց։ Նույն տրամաբանությամբ։ Հասկանում եք, հիմա նայեք, եկեղեցին այս ամենի մեջ այդ սիրո նաև կապող օղակն է։ Եվ եկեղեցու արժեքային համակարգը, որ երբ որ մենք ընդունում ենք, մենք հասկանում ենք, որ պետք է պատվես քո ծնողներին։ Եվ քո ծնողները թե վատ վիճակի մեջ են, դու այո պետք է միշտ համբերատար, նույնիսկ եթե արդար չեն քո հանդեպ, դու այդ համբերատարությունը վերջը բերում է այդ ընտանիքի ամրության։ Իսկ երբ որ մեր երիտասարդները, ոչ բոլորը, կան երիտասարդներ, որոնք լավ դա պատկերացնում են։ Իսկ երբ որ մեր երիտասարդները փորձում են այդ ազատ կյանքը, ցանկությունը խառնել, այսպես ասեմ, իրավունքի հետ, որովհետև շատ հաճախ մարդկանց թվում է, որ ազատությունը դա քո սեփական ցանկությունները տնօրինելու այդ հնարավորությունն է։ Բայց դա այդպես չէ, որովհետև կարող է քեզանից ուժեղնել այլ ցանկություն ունենա, որը հենց վերաբերի քո շահերին։ Եվ հակառակը քրիստոնյա մարդու ամենամեծ խնդիրը իր սեփական ցանկությունների դեմ պայքարելն է։ Եվ եկեղեցին մեզ հենց դա է սովորեցնում։ Մի այսպիսի պատմություն կա, որ երբ որ մի դպրոցի տնօրեն իր բաներին ուսուցիչներին նամակ է գրել եւ ասել հետեւյալը. ես ուզում եմ որ երեխաներին նաեւ բարոյականություն սովորացնեք, որովհետեւ եթե դուք նրանց գիտելիք տաք ու չտաք այդ բարոյականը, ապա նրանք բնականաբար վտանգավոր մարդիկ մեծանան, օրինակ է բերել, ասել օրինակ կոնցլագերներում այդ ինժեներները ստեղծում են մավան այդ գազի սենյակները կամ գրագետ բժիշկները փորձեր են կատարում մարդկանց նկատմամբ։ Ցանկացած մասնագիտության մեջ, ընդհանրապես մարդու մեջ, եթե գիտելիքից բացի չլինի այդ բարոյական իր արժե համակարգը, դառնալու շատ վտանգավոր հասարակություն։ Սրտացավություն չի ունենալու, մեկը մյուսին օգնելու ցանկություն չի ունենալու։ Եվ եկեղեցին հենց այդ դերն է կատարում։ Եթե մենք եկեղեցուն հանում ենք այստեղից, մենք ունենալու ենք չոր լիբերալ արժեքներն ցավալի է, բայց որոշ դեպքեր մենք մեր վրա ենք նկատում։ Մենք տեսանք Արցախի դեպքում ինչ միջազգային հանրությունը ոնց վերաբերվեց։ Մենք տեսանք դա։ Հիմա արդյոք մենք դա ենք ուզում, թե ուզում ենք իրական բարեկամություն ենք ուզում մենք։ Եվ այս առումով, այո, եկեղեցուն մենք պետք է պաշտպանենք։ Եվ մի բան էլ ասեմ, եթե ժողովուրդը չի պաշտպանում իր սրբությունը, նա անպայման մի մեծ պատիժ է բերում իր գլխին։ Հիմա խոսենք նաև պաշտպանման եղանակներից, հստակ կարող ենք որոշակի արարքների ձևակերպումներ տալ, որոնք օրենքների սահմաններում են, ինչ կարող է անել կոնկրետ մարդը եւ հասարակությունը եւ արդյոք նա պետք է սպասի քաղաքական ուժերից որևէ ազդակի, աջակցության, կոչի, թե եթե տեսնում է, որ օրինակ նույն եկեղեցականին ապօրինաբար կալանավորում են, հետապնդում են, կարող է հասարակ քաղաքացին իր կողմից իր այն գործողությունը, որը օրինական է կատարել։ Ես կարծում եմ, որ տեսեք, հանրությունը ճիշտ է, կարող է նաև հարց լինի, թե ինչ-որ մեկը պետք է կազմակերպի այդ գործընթացները, բայց հավատացեք, երբ որ ժողովրդի գիտակցությունը գա այն աստիճանի, որ ինքնաբուխ կարողանա ինքնակազմակերպվել, դա միանգամից այս հարցի պատասխանը կտա, միանգամից։ Որովհետև այո կան բազմաթիվ հայրենակիցներ կան, որոնք իրոք եկեղեցու կողքն են կանգնած եւ այսօր էլ հիմա այս պահին էլ որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իր մտածած իր ծրագիր իրականացնել, հենց այդ անձած շնորհիվ է։ Եվ ավելին, կա նաեւ թեկուզ չեզոքության տեսակետից, բայց կա նաեւ հետեւյալ իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանի ծրագրի շուրջ չեն միավորվում։
Դա էլ է իհարկե որոշակի չափման միավոր։ Այսինքն նա վստահ եմ նա ցանկանում էր այսպես անել, նա ուզում էր դա անել ժողովրդի միջոցով, հանրային ռեսուրսով գնալ եւ որոշակի վնաս տալ կաթողիկոսի հեղինակությանը։ Դա չստացվեց։ Հետո նա փորձեց անել դա եկեղեցականների միջոցով, հիմա դա էլ չի ստացվում։ Բայց ինքը ինչքան էլ ուզում էր իրեն հերո պայել իբրև տակից այս ամեն ինչը խաղացնել, չի ստացվում եւ նա ստիպված իր ստորագրությունը թողում է ամեն ինչի տակ։ Եվ նա ուզի թե չուզի, նաև միջազգային իրավունքի տեսակետից այս ամեն ինչի պատասխանատուն է։ Այսինքն ինքը չի կարող ասել եկեղեցում իրական խնդիրներ կային, ես որպես պետություն խառնվել եմ որ դա լուծեմ։ Ոչ, ինքն է խնդրեմը ստեղծել։ Ինքը ստեղծել է արհեստական խնդրեմ, ինքն էլ իբրև ուզում է այդ գործընթացը կարգավորել։ Իսկ օրինակ միջազգային կազմակերպություններից կրոնական, իրավապաշտպան, որևէ աջակցություն, անդրադարձ եղել է այս գործընթացին եկեղեցականների նկատմամբ ճնշումներին, թե ոչ։ Աջակցությունը ես իհարկե չեմ կարող այսպես առարկական ձևով ասել ինչ է եղել, բայց բնականաբար այս գործընթացները մենք ամեն ինչ անենք որ դրանք արձանագրվեն միջազգային տարբեր կառույցներում, մենք դա անում ենք, վստահ եմ ու դա ապագայում էլ իր հետքը թողնելու են այս իշխանության գնահատականի վրա։ Եվ այսպես ասեմ, եթե նույնիսկ որոշ միջազգային կառույցներ կամ որոշ պետություններ հիմա իրենց աչքերը փակել են ժամանակորես երևույթի նկատմամբ, դա կարող է նաև պայմանավորված լինել հենց եկեղեցու թուլացումը կարող է նաև ձեռնտու լինել այդ սուբյեկտներին։ Բայց դե ինչպես ասում են ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։ Եվ ամփոփելով արձանագրենք, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր դժգոհությունը, անհամաձայնությունը արտահայտել առանց ակնկալելու կամ սպասելու քաղաքական ուժերի կողմից կազմակերպված ակցիայի կոչի։ Կարող ենք այսպես ձևակերպել եւ ասել։ Այո, ամեն յուրաքանչյուր քաղաքացի պետք է նախ համարի, որ եկեղեցին դա իրենն է, ինքը այդ եկեղեցու զավակն է եւ ինքը պարտավոր է իր եկեղեցին պաշտպանել իր պատկերացրած ձևով։ Դրա համար կարիք չկա, որ որևէ քաղաքական ուժ դա կազմակերպի, ավելին ասեմ, երբ որ որևէ քաղաքական ուժ նույնիսկ խառնում է այդ գործընթացին, շատ մարդիկ կան, ասում են, այս քաղաքական ուժը կավ, դրա համար չեմ գալիս։ Այսինքն ավելի ճիշտ կլինի կոչ անեն քաղաքական ուժերին հեռու մնալ։ Այդպես չեմ ասի, որովհետև քաղաքական ուժերն էլ են պարտավոր եկեղեցու համար իրենց ջանքերը գործադրեն միասնական կերպով գործեն։ Իրենք էլ են պարտավոր, այսպես չի, այս այն հարցն է, որտեղ չպետք է լինեն տարբեր գույներ։ Հակառակը սա այն հարցն է, որտեղ բոլորը պետք է պաշտպանեն եկեղեցուն։ Շնորհակալ եմ, պարոն Զորաբյան, հետաքրքիր զրույցի համար, մաղթում եմ հաջողություն ձեր բոլոր գործերում եւ նաեւ մեր հասարակությանը մաղթում եմ ավելի լուրջ եւ ուշադիր հետեւել այն գործընթացներին, նաեւ ակտիվ մասնակից լինել, եթե ունեք անհամաձայնություն իշխանության, թեկուզ եւ ընդդիմության գործողությունների հետ, ցուցաբերեք ձեր քաղաքացիական կամքը, պարտքը, ինչպես ուզում եք ձևակերպեք, բայց անտարբեր մի եղեք։ Ամենակարևորը, կարծում եմ դուք էլ կհամաձայնեք, ամենալուրջ խնդիրը անտարբերությունն է երևի թե։ Հիշեցնեմ նաև, որ Analytic Talk հաղորդման հովանավորն է ՆԱՊ հաշվապահական ընկերությունը, բաժանորդագրվեք անպայման մեր YouTube-յան ալիքին, մեկնաբանություններ գրեք, թե ինչ թեմաներից կուզեիք, որպեսզի զրուցեինք, ում կուզեիք տեսնել որպես հյուր, աջակցեք մեզ Patreon եւ Donation Alert համակարգերի միջոցով, ինչպես նաև ակտիվ եղեք, վերլուծեք, փորձեք հասկանալ ռիսկերը, մտածեք եւ արտահայտեք ձեր կարծիքը։ Շնորհակալ եմ, կհանդիպենք, ցտեսություն։